Բարև ձեզ, իմ աշխարհով մեկ սփռված իմաստ։ Այսօր շատ կարևոր բանի մասին եմ խոսելու, որովհետև ես նոր Սոչիից եւ Պիտիգորսկից վերադառնալով տեսա թե ոնց են համախմբվում ժողովուրդը հայ եկեղեցու շուրջ, իսկական հայերը, որոնք անտարբեր չեն այսօրվա մեր իրականությանը։ Եվ ինչ սորահավաք է կազմակերպվում, միլիոնավոր սորահավաք, որը վաղը նստելու է ամբողջ աշխարհի պարլամենտների դեմ, որտեղ տենան ինչքան հայ է պաշտպանում հայ եկեղեցին։ Բայց ամենակարևորը այսօր մեր համար նա է, որ նախադեպը չունեցող այսօրվա Փաշինյանի արածը, որը չունի աշխարհի վրա նախադեպը, որ եկեղեցու առաջնորդին դատարանը կանչի քննության։ Այդպիսի բան ոչ մի ժամանակաշրջանում 2000 տարվա մեջ չի եղել, որ դուք հասկանաք, Հայաստանի եկեղեցին չի գործում Հայաստանի կոնստիտուցիայով։ Հայաստանի եկեղեցին գործում է անկախ իր կոնստիտուցիայով։ Եվ սա ինչ որ արվում է, սա խախտում է օրենքի ամենա։ Եվ ինչի վրա են նրանք կանչում, կարգալուծ եղած իրենց հրահրող մարդուն ուղարկելով եւ նրա վրա գործ կազմելով։ Հարգելի հայրենակիցներ, այսօր Մեշրոպ Մաշտոցի նկարը առաջի դասարանի գրքերից վերացրել են։ Մեր կյանքի բոլոր անցած մեր գրականության ամենամեծ գրողներին գրքերից վերացրել են։ Պետք է QR կոդերով տեսնեք։ Այն ապուշները, որոնք այսօր բացատրում են, որ շունը բարձրացավ ծառի վրա եւ ձուացեց, սա վերջի դեբիլացման արտահայտությունն է, որը գրքերում գրել են։ Դուք պատկերացնում եք, այս մարդիկ եկել են, որ վերացնեն ոչ թե հայ ազգին, այլ ընդհանուր թուրքացնեն այս մեր ազգին։ Ինչ է նշանակում երեխան կարդա երեխա ժամանակից, շունը բարձացավ ծառ եւ ձուացեց։ Հավատացեք ինձ, հարգելի հայրենակիցներ, տասնյակ հազարավոր հայեր իրենց կյանքը չխնայելով պատրաստ են վերադառնալ հայրենիք։ Նա հրահրում է պատերազմի, հայի արյուն թափելու, հայ ամենավերջի եկեղեցու վերացնելու համար։ Նա ինադու տանում է մեր ազգը կործանման, որ թուրքերը ոտքով մտնեն եւ վերցնեն մեր հայրենիքը։ Մի հատ այսօր դուք կարդացեք կամ լսեք ոնց է մեր հայ Այբուբենի գրողին ջնջել հայ եկեղեցու առաջի գրքերից։ Պատկերացնեք Մեսրոպ Մաշտոցին։ Եվ նա այսօր եկեղեցու անունը տալով, ծնկի գալով, պատկերացրեք ինչ հակասական բաներ անում։ Ամբողջ բանակից հեռացրեց ամբողջ եկեղեցականներից, որոնք երեխաներին ճիշտ ճանապարհի ցույց տալով տանում էին դեպի հաղթանակ։ Նա այսօր մեր ազգը բաժանել է 11 մասերի։ Եղբորը եղբոր հետ է կռվածրել, քուրը քվոր հետ։ Այս մարդը տանում է արդեն վերջնական արենահեղության։ Բայց հավատացեք, հարգելի հայրենակիցներ, ամբողջ աշխարհով մեկ զանգեր ստանալով, տասնյակ հազարավոր հայ տղամարդիկ իմ նման պատրաստ են գալ հայրենիք եւ կռվեն իրենց վերջի ապաստարանի համար, որտեւ այս միտքը նրանք հասկանալով, սկսած գրքերից, սկսած մեր առաջնորդներից ոնց է վերացնում, նա մարման տեսնելով, մեկ արեց անցավ, երկու անցավ, երեք անցավ, նա արդեն ձեր առնելով, արդեն մուզիկալնի կոնցերտ է կազմակերպում եւ ուդարնիգա նվագում եւ երգում եւ ձեռներով պարում է 5000 երեխա թաղելով։ Նա անսովեստ, անմարդկային սատանայի ծնունդ է, ասեմ ինչի համար։ Ես միջև այսօր, որտեղ երաժշտություն կա, չեմ գնում, որովհետեւ հլեդ երեխաների դիակները չի սառե։ Հասկանում եք դուք այս մարդը ինչ անում, հարգելի հայրենակիցներ։ Ձեզ շեղելով կամանց դպրոցներից հեռացնելով հայոց եկեղեցու պատմությունը։ Եթե դու եկեղեցու համար այդքան անհանգստանում ես, դու ինչի համար ես հայոց եկեղեցու պատմությունը հեռացնում դպրոցից։ Եթե դու տղամարդկություն ունես, ապացուցի, որ դու աղանդավոր ես, դու եկել ես ոչնչացնես մեր հայկականությունը, մեր ամբողջ անցած դարերով ճանապարհը, մեր 1700-ամյա քրիստոնեությունը, ու դա քո մոտ չի ստացվելու։ Ես ասում եմ, որ տասնյակ հազար հայեր պատրաստ են գալու Հայաստան պայքարելու։ Դու տանում ես տրան, եւ դու դա ստանալու ես։ Դու Աստծու դեմ կռիվ չես կարողանալու անես։ Ես 4 տարի առաջ ասեցի, մեր կռիվը խաչով է, ձեր կռիվը սատանայով։ Գնում եք դրան, գնում ենք տրան։ Աստված մեզ բոլորիս պահապան։ Ամեն։